Եղեգնաձորի կենտրոնում փոքրիկ բլրի վրա Կիկլոպյան ամրոցի մնացորդներ կան, որին տեղացիները քյոշք են ասում։ Ստեփանոս Օրբելյանը տեղեկացնում է, որ ավարայրի ճակատամարտից նահանջող արցախյան զորաջոկատը մտնում է Վայոց ձոր եւ հանգստանալու նպատակով հանգրվանում ամրոցում։ Փաստորեն Ստեփանոս Օրբելյանի 5-րդ դարում բերդը դեռ գործել է։ Ինքը կարողացել է ծառայել որպես պաշտպանողական հիմք եւ այդ զորքի մի մասը կարողացել է այստեղ պատասպարվել։ Ամրոցն անակնկալ կերպով շրջապատվում է ավարայրից մինչև Վայոց ձոր նրանց հետապնդող պարսիկ զինվորներով։ Հայերը ծանր մարտի են բռնում թշնամու հետ եւ մի հանդուգն գրոհով ճեղքելով շրջապատումը հեռանում են դեպի Եղեգիսի կիրճ, սակայն նրանցից 600 ընկնում են հերոսի մահով։ Ըստ Օրբելյանի Վայոց ձորում վարդանանք ճակատամարտեցին նաև Եղեգիսի կիրճում գտնվող Պռոշաբերդ ամրոցի մոտ։ Երրորդ ճակատամարտը տեղի ունեցավ Ոստինգ եւ Արտաբույն գետերի միախառնման տեղում։ Չորրորդ ընդհարումը պարսիկների հետ եղավ Ցախածքար կոչվող վանքի մոտերքում։ 461 թվականին կաթողիկոս ընտրված Գյուտ Արահեզացին ավարայրից 10 տարի անց պատվիրում է ամենուրեք պատվով պահել Վարդանանց հիշատակները, իսկ նահատակներին դասում է հայ եկեղեցու սրբերի կարգը։ Այդ պատվիրանի արդյունքում Եղեգնաձորի այժմ Քյոշ կոչվող ամրոցի հարևանությամբ տեղադրվում են ամրոցի պաշտպան ավարայրցիների տապանաքարերը։ Կառուցվում է նաև Վարդանանց անվամբ եկեղեցի, որի օծումը կատարում է ինքը Գյուտ կաթողիկոսը։ Ստեփանոս Օրբելյանը մեզ փոխանցում է, որ եկեղեցին ուներ մեծ գմբեթ 3 խորաններով եւ արդեն հայտնաբերված հիմքերը մեզ խոսում են եկեղեցու մեծության եւ գեղեցկության մասին։ Միջնադարում Ստեփանոս Օրբելյանի ժամանակներում Գյուտ կաթողիկոսի օծած եկեղեցին արդեն ավերված էր եւ միայն 1878 թվականին հինավուրց եկեղեցու տեղում կառուցվեց ավելի համեստ ու ավելի փոքր եկեղեցի, որն այժմ Եղեգնաձորի գործող միակ եկեղեցին է։ Ամրոցի եւ եկեղեցու տարածքի մեծ մասը բնակեցվել եւ կառուցապատվել է։ Շինություններից ազատ տարածքներում էլ այգիներ ու բանջարանոցներ են։ Ցավոք սրտի պեղումներ չեն անցկացվել եւ շատ տեղեկություններ մենք չունենք Բերդի մասին, շատ նյութեր չկան հայտնաբերված։ Տարբեր ժամանակներում բնակիչների կողմից հայտնաբերված հնագիտական նյութերի մի մասը հանձնվել եւ պահպանվում են Եղեգնաձորի գավառագիտական մարզային թանգարանում։ Պեղումներ կատարելու, ուսումնասիրելու, տապանաքարերը, ամրոցն ու եկեղեցին վերականգնելու դեպքում կարելի կլինի ստեղծել պատմական արգելոց, որ մեր երախտիկը կլինի նահատակների հիշատակին եւ կդառնա նոր սերունդներին հայրենասիրությամբ դաստիարակելու լավագույն միջոց։ Հրաչյա Պապինյան, Սամվել Գալստյան, Հայլուր։